Սա իսկապես ապշեցուցիչ է։ Մեկ սերմնաժայթքման ժամանակ արտազատվում է միջինում 40-ից 500 միլիոն սերմնաբջիջ։ ԱՀԿ-ի տվյալներով նորմալ է, եթե 1 մլ-ում առկա է մոտավորապես 15 միլիոն։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այդ 100 միլիոնավոր լողորդներից միայն 20-ից 50-ն են հասնում ձվաբջիջին։ Մնացածը կորչում են ճանապարհին կնոջ օրգանիզմի պաշտպանական ռեակցիաների եւ թթվային միջավայրի պատճառով։ Ավելին, նրանցից միայն մեկն է կարողանում բեղմնավորել ձվաբջիջը։ Մեր գիշերային զրույցներում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք սովորաբար լռում եք։ Բարի կեսգիշեր։ Մենք կյանքի 1/3 անցկացնում ենք քնած, բայց հաճախ խնայում ենք հենց քնի հաշվին, հանուն աշխատանքի կամ սոցցանցերի։ Իսկ գիտեք արդյոք, որ քնած ժամանակ ուղեղը ոչ թե միայն անջատվում է, այլ աշխատում է որպես հզոր լաբորատորիա։ Այս կարևորագույն հարցի մասին մենք խոսելու ենք այսօրվա մեր հյուրի նյարդաբան սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանի հետ։ Պարոն Խաչատրյան, բարի կեսգիշեր, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Թեման շատ արդիական է եւ շատերի մոտ տարբեր հարցեր կան, երբեմն նույնիսկ հակասական։ Ինչ է տեղի ունենում նյարդային համակարգի հետ եւ արդյոք այդ ժամերը այդքան ակտուալ են, շատ դեպքերում նույնիսկ տարբեր ժամեր են հնչեցնում, թե ինչքան ժամ է պետք, որպեսզի նյարդային համակարգը վերականգնվի։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար ու այս թեմային անդրադառնալու համար, դա միշտ ակտուալ է, շատ մերսի։ Քնի հետ կապված իհարկե մենք չենք հոգնում ասել, որ քունը շատ կարևոր մաս է կազմում մեր կյանքի եւ առողջության, որովհետեւ ես հաճախ շատերն են դա ասում, որ քունը անվճար է, եթե կարող եք քնել, ինչու չքնել։ Բայց շատերը հաճախ գնում են դրան դեմ։ Կա այդպիսի հասկացություն քնի դեպրիվացիա կամ քնի կրճատում, հա, որը տարբերվում է անքնություն հասկացությունից, որովհետև անքնությունը դա այն իրավիճակն է, երբ դու ուզում ես քնել, ոչինչ չի խանգարում քեզ քնել, բայց չես կարողանում քնել։ Դա բոլորովին այլ իրավիճակ է։ Իսկ այս իրավիճակը այն է, որ դու կարող ես քնել, ոչինչ չի խանգարում, դու կքնես, եթե քեզ թույլ տաս, բայց ինչ-ինչ պատճառներով սկսում ես կրճատել, ինչ որ ուրիշ բաներով զբաղվել, որոնք գուցե մի քիչ աշխուժություն են հաղորդում ու կորցնում ես կարևորագույն ժամեր։ Իսկ դրանք ժամեր են, երբ ինչպես շատ ճիշտ նշեցիք, լաբորատորիան պետք է աշխատի, այդ քնի մեծ օրկեստրը։ Ես կարող եմ իհարկե շատ այսպես բացել այդ թեման այն առումով, որ քնի կրճատումը կարող է շատ տարբեր խնդիրների հիմք ստեղծել։ Եվ եթե վերցնենք այն բոլոր կարևորագույն առողջության ոլորտները, ենթադրենք իմուն առողջություն, հոգեկան առողջություն, մարմնական առողջություն, սեռական առողջություն, այո, այդ բոլորը իրենք էնդոկրին աշխարհ, հորմոնների արտադրություն, շատ ասպեկտներ հենց քնի հետ են կապված։ Քնի խանգարումը ուղեկցվում է նաև հորմոնալ տարբեր տեսակի խնդիրներով եւ այս դեպքում անպայման պետք է դիմել լաբորատոր հետազոտության։ Ասում են ճիշտ ախտորոշումը բարեհաջող բուժման կեսն է։ Phoenix-Med բժշկական կենտրոնի գերժամանակակից լաբորատորիան կապահովի ձեր խնդիրների ճշգրիտ ու արագ ախտորոշումը, վերջին սերնդի սարքավորումներ, անսխալ արդյունքներ եւ բացառիկ հարմարավետություն։ Իսկ երբ ժամանակ չկա կամ ինքնազգացողությունը թույլ չի տալիս հասնել կլինիկա, լաբորատորիան ձեզ ընդառաջ կգա։ Պատվիրեք տնայցի ծառայությունը եւ պրոֆեսիոնալ բուժանձնակազմը կմոտենա անմիջապես ձեր տուն կամ աշխատավայր անհրաժեշտ անալիզները վերցնելու համար։ Արագ, ապահով եւ ամենակարևորը առանց հերթերի։ Phoenix-Med բարձրակարգ լաբորատորիա ձեզնից ընդամենը 1 զանգ հեռավորության վրա։ Զանգարելով Phoenix-Med եւ նշելով գիշերային զրույցներ պրոմոկոդը կարող եք ստանալ 20% զեղչ էսթետիկ գինեկոլոգիական ծառայությունների համար։ Խոսելով քնի կարևորության մասին, չեմ կարող չհարցնել մելատոնինի մասին։ Այսօր շատ է խոսվում, վերջի եկեք փորձենք բացատրել ինչ կարևորություն ունի, ինչ հորմոն է դա,
Մասնավորապես բոլոր այն դեպքերում, երբ մեծ մասը քնելուց առաջ երկար ժամանակ չի հրաժարվում հեռախոսի լույսից եւ նաեւ հանրահայտ է, որ դա նույնպես թողնում է իր ազդեցությունը։ Վերջո, ինչ է դա եւ ինչպես պետք է մենք այս դեպքում մոտենանք հատկապես քնելուց առաջ։ Շատ ակտուալ հարց եք տալիս, որովհետև իրականում ես իմ պրակտիկան քնի բժշկության ասպարեզում սկսել եմ դեռևս 2006-ից եւ այդ ժամանակ դեռ սմարթֆոնների այս շարժը չկար գրեթե, հա, այդ ակտուալ կետ չէր քնի հիգիենայի մեջ։ Պատկերացրեք, թե ինչքան է փոխվել իրավիճակը, որ գոյություն ունեցող կետից այն հիմա կարելի է համարել քնի հիգիենայի առաջնահերթ կետերից մեկն է։ Նույնիսկ հաղթելով օրինակ կաֆեինացված ըմպելիքների սահմանափակումները եւ այլ կետեր։ Ստացվում է իրոք, որ մելատոնինը շատ կարևոր քնի հորմոն է, իհարկե նա միակը չէ, ով իրականացնում է քնի ամբողջ process-ը, դա պետք է հատուկ շեշտել, որ ինքը սկիզբ տվողն է։ Բայց սկիզբն էլ կարևոր գործ է։ Շատերը հենց տանջվում են, չեն կարողանում այդ քնի անցնելը ունենալ, հաճախ ասում են մենակ թե քնեմ, հետո կքնեմ։ Հենց ինչու է դա այդպես, որովհետև այդ սկիզբը տվող այդ մեքենայի լեզվով ասած ստարտերը չի աշխատում, բայց հետո արդեն մնացած փուլերը իրականացնողները շատ լավ աշխատում են։ Հետևաբար մելատոնինին ընկճել չի կարելի։ Ու դա շատ ճիշտ եք նշում, որ լուսավորության, արհեստական լուսավորության, ընդհանրապես վերցնենք զուտ սենյակային լուսավորությունը, արդեն խնդիր է։ Էկրանները հատկապես, ընդ որում էկրան ասելով ոչ միայն սմարթֆոն եկեք պատկերացնենք, դա լապտոպն է, համակարգչի էկրանն է, հեռուստացույցն է, պլանշետն է, ինչ ուզում է լինի, լուսարձակ, հանդիմանում են հաճախ, ասում են կմաքրենք, կապույտ լույսը կսրբենք, այդ հատուկ ֆունկցիաներ կան, կապ չունի, կապույտ լույսը միանգամից նշենք, որ այդ սպիտակ լույսի գունային սպեկտրի մեջ կապույտ լույսը, այո, ամենաշատն է ընկճում մելատոնինի արտազատումը, բայց մյուսներն էլ հարակից գույներն էլ են ընկճում, այսինքն ամբողջը չես կարող դու մաքրել։ Հետևաբար դա լուրջ խնդիր է ու խորհուրդ է տրվում, օրինակ քնի հիգիենայի մեջ, երբ որ քննարկում ենք գոնե 1-2 ժամ պարկելուց առաջ հրաժարվել այդ էկրաններից օգտվելը, ինչ որ ձևով կազմակերպել դա։ Դա վերաբերում է բոլորին եւ հատկապես քնի խնդիր ունեցողին։ Մելատոնինի առումով նաև բուժման համար երևի թե հաճախ օգտագործվում է, բայց նույնպես կարելի ասել, որ մի քիչ չարաշահվող թեմա է, գուցե կարճաժամկետ անցողիկ ինչ-որ խնդիրների համար կարելի է օգտագործել, բայց պարտադիր բժշկի խորհրդակցելուց միշտ ցանկալի է, ինչքան էլ նա համարվում է բիոհավելում, այլ ոչ թե դեորայքային միջոց հաճախ, բայց միևնույն է, նույնիսկ դա իր ազդեցությունն ունի։ Միշտ չի, որ ճիշտ ժամի է օգտագործվում, ճիշտ ձևով է օգտագործվում, դեղաչափը կարող է շատ ինչ-որ անհասկանալի անհամաչափ լինել։ Հետևաբար յուրաքանչյուր հարցներ կարելի է քննարկել բժիշկների հետ։ Մեր օրերում անքնությունը բավականին տարածված երևույթ է։ Ձեր դիտարկմամբ որոնք են այն հիմնական պատճառները, որոնք այսօր նկատվում են եւ դառնում են անքնության պատճառ։ Շատ տարածված, կարելի ասել ամենատարածված քնի խանգարումներից մեկն է։ Ես եթե դասակարգումից խոսենք, մի երկու այսպես նկատառում անեմ, երբ խոսում ենք նույնիսկ գոլեգաների հետ, բժիշկների, երբ ասում ես քնի խանգարում, մի փոքր այդ ստատուսը ախտաբանության նվազում է նշանակությունը։ Կա այդպես ներքին մեր մոտ ոնց որ չասեմ պայմանավորվածություն, բայց հաճախ շեշտելու համար մենք նույնիսկ օգտագործում ենք քնի հիվանդություններ հասկացությունը, արդեն մի քիչ ոնց որ լրջացանք։ Եվ իրոք այդպես է, եթե այդ հիվանդությունը դասակարգված է հիվանդությունների միջազգային, հա, այդ MKB-ում, ենթադրենք ինքը ունի իր դիագնոստիկ չափանիշները եւ այլն, ուրեմն պետք է այդպես էլ մոտենանք։ Հիմա անքնությունը ունի իր այդ դասակարգիչը, դասիչը, ոնց է կոչվում, եւ անքնությունը շատ տարածված է, շատ է դրա հետ կապված սիրում են, չէ, այդ առողջապահական համակարգերում հաշվել, թե ինչ ծախսերի է բերում, ինքը բավականին մեծ ծախսերի է բերում, որովհետև մարդիկ հոգնում են, արդյունավետությունը իջնում է, ցերեկային ժամերին չի կարողանում անել այն ծավալով, ինչ որ պետք է անի, կամ ուսումը, թեկուզ վերցնենք, լինի դա դեռահաս, չափահաս, իրոք
փաստորեն ստացվում է որ էկոնոմիկայի համար նշանակություն ունեցող ինչ-որ խնդիր է, ասես գլոբալ եթե նայենք։ Հետևաբար պետք է ուշադիր լինել եւ ես միանգամից ասեմ, որ երկու հիմնական տեսակի ենք բաժանում, կա կարճաժամկետ կամ սուր ենթասուր անքնություն ու կա արդեն քրոնիկ անքնություն։ Քրոնիկ մենք համարում ենք անքնությունը, երբ այդ խնդիրը քնելու դժվարությունը կամ վատ որակը կրկնվում է արդեն բավականին հաճախ, այսինքն ամսվա կեսը մոտավորապես զբաղված է այդ գիշերներով, պարտադիր չի ամեն գիշեր վատ քնի ինքը, ու արդեն 3 ամիս է այդ խնդիրը կա։ Մենք սովորաբար գործ ունենք ել ավելի երկար դեպքերի հետ եւ այդ մարդիկ բավականին հյուծված են։ Իրենք ֆիքսված են այդ խնդրի վրա, այդ դա ամենաերևի կարևորն է։ Ու այստեղ շատ լուրջ նաեւ հոգեբանական բաղադրիչ կա, որը ստիպում է մեզ զուգահեռ բուժում իրականացնել, օրինակ թե դեղորայքային, թե հոգեթերապևտիկ ռեժիմային, քնի հիգիենա, այսինքն բավականին կոմպլեքս մի հարց է բացվում եւ այդ մարդուց մենք ակնկալում ենք նաեւ մասնակցություն այդ ամենին, ինքը չի կարող пассив կողքից նայել, թե իրեն ոնց են շտկում, չէ՞, ինքն է որոշողը, երբ գնաց պարկեց, երբ անջատեց հեռուստացույցը եւ այլն։ Շատ նուրբ մի հարց է, որտեղ պետք է մոտիվացնել այդ անձին։ Ինքը ինչ որտեղ մոտիվացված է, բայց հաճախ անքնությունը այնպիսի խնդիր է, որ այսպես ասած արատավոր այսպես շղթայի մեջ են ընկնում մարդիկ, կարծում են թե վայ վաղը պետքա շուտ արթնանամ, ես ինչ գործը հասցնեմ, տագնապի մակարդակը բարձրանում է, քնի համակարգը ընկճվում է, ավելի ուշ է քնում, քան սովորաբար եւ այդպես շարունակաբար։ Այդտեղ իհարկե շատ հետաքրքիր այսպես օրինաչափություններ կան, որոնք շատ են ազդում կյանքի որակի վրա, առողջության տարբեր ասպեկտների վրա։ Անքնությունը ինքը կարող է հոգեկան ոլորտի խնդիրների բերել, կարող է բերել ֆիզիկական տարբեր խնդիրների, ընդհանուր մինչև նույնիսկ նյութափոխանակության խանգարումներ։ Անշուշտ նաև սեռական ոլորտի վրա է անդրադառնում, ինչպես եւ շատ այլ քնի խանգարումներ։ Ինչպես արդեն հասկացանք, քունը ունի շատ կարևոր նշանակություն առողջության պահպանման, հատկապես սեռական առողջության պահպանման հարցում, եւ քնի հիգիենայի խախտումը բերում է մի շարք խնդիրների, ընդհուպ նույնիսկ այս դեպքում կարևոր է քաշի ավելցուկը, որովհետև շատերը գուցեև կարող է չգիտակցեն, որ քնի խանգարման հետևանքով ժամանակի ընթացքում գիրանում են, բայց սննդակարգին հետևում են։ Այս հարցում օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Սավիտա Հերբսը իր ստևիկ բուսական հավելումով։ Վստահ եմ շատերդ եք լսել մեղրախոտի օգտակար հատկությունների մասին։ Մեր հաղորդման գործընկեր Սավիտա Հերբսը նոր շունչ է տվել այս կարևոր բույսի կիրառությանը, ստեղծելով ստևիկ բնական հավելումը։ Ստևիայի տերևների հզոր ուժը մեկ պատիճում այն կարգավորում է արյան շաքարն ու խոլեստերինը, պայքարում է ավելորդ քաշի դեմ եւ հանգստացնում աղեստամոքսային տրակտի բորբոքումները։ Քաղցրակերների համար հատուկ շեշտեմ, որ ստևիկը նվազեցնում է քաղցրի պահանջն ու դրանով իսկ օգնում չկուտակել ավելորդ կալորիաներ։ Պարզապես խմեք մեկ պատիճ օրական 3 անգամ սնունդ ընդունելիս։ Կարևոր է իմանալ, հակացուցված է ցածր զարկերակային ճնշում ունեցողներին, մինչև 18 տարեկաններին, հղիության եւ կրծքով կերակրման ժամանակ, ինչպես նաեւ ալերգիաների դեպքում։ Ստևիկը դեղատներից բաց է թողնվում առանց դեղատոմսի, բայց հիշեք, լավագույն եւ կայուն արդյունքի հասնելու համար ճիշտ կլինի նախապես խորհրդակցել բժշկի հետ։ Ստևիկ, ուժ որ գալիս է բնությունից։ Պարոն Խաչատրյան, գիտական փաստ կա, որ տեստոստերոնի արտադրությունը տեղի ունենում հիմնականում խորը քնի փուլում։ Եվ բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր որ ունեն քնի հիգիենայի խնդիր ժամային խախտման առումով, նրանց մոտ նաև նկատվում է տեստոստերոնի դեֆիցիտ։ Արդյոք մենք կարող ենք այս դեպքում գալ այն եզրակացության, որ գիշերային հերթափոխով աշխատող մարդկանց մոտ, հատկապես տևական ընթացքի դեպքում նկատվում է կամ կարող է նկատվել հորմոնային խնդիր, մասնավորապես տեստոստերոն դեֆիցիտի իր հետագա բարդություններով։ Դա շատ հետաքրքիր մի դաշտ է եւ ուրախ եմ, որ այս հարցը, որը որ սովորաբար ժամանակ էլ չի մնում շատ ուրիշ ինտերվյուների ժամանակ խոսել այս մասին եւ իրոք կարեւոր է։
կարելի ասել յուրաքանչյուր քնի խախտումով ընթացող մի որևէ խանգարում կամ իրավիճակ, հատկապես եթե կրկնվող բնույթ է ստանում, բարբերաբար կրկնվող, օրինակ ոնց որ հերթապահություններն են կամ ինչ-որ ուրիշ ստացվում է, որ այո, կարող է ազդել սեռական ոլորտի վրա։ Տարբեր սցենարներ կարող են լինել, կարող է դառնալ ինչ-որ քրոնիկ մի ֆոնային խնդիր, կարող է սկզբնական փուլում, երբ թարմ, այսպես դեպրիվացիայի մասին է խոսքը, քնի խախտման մասին խոսքը, կարող է նույնիսկ դեպի դրական փոփոխությունը նկատվել, բայց հետո նորից արդեն բացասականի գնա, միանշանակ դա անդրադառնում է։ Ձեր դաշտը մի քիչ մտնում մասնագիտական, մենք գիտենք, որ օրինակ գիշերային այդ քնի փուլերի իրար հաջորդելու ժամանակ, երբ արագ եւ դանդաղ քնի փուլերը իրար են փոխարինում, կա այդպիսի օրինաչափություն, որ տեղի են ունենում առնանդամի էրեկցիաներ։ Եվ հենց դրանով էլ, եթե կան համապատասխան նույնիսկ սարքավորումներ, որոնք դա կարող են չափել եւ դրանով իսկ ինչ որ դիագնոստիկ, եզրահանգումների օգնել մասնագետներին գալ։ Այստեղ միանշանակ դա ցույց է տալիս, որ առանց դրա մենք չենք կարող ունենալ նորմալ սեռական առողջություն։ Այնպես որ միակ հորդորը այն է, որ հնարավորինս քնել լիարժեք։ Ուշադրություն դարձնեն իրենց քնի ժամերին։ Իհարկե չեմ կարող այս դեպքում չնշել նաև այն հանգամանքը, որ երբ որ արդեն սկսում ենք բուժել սեռական խնդիրները, պարտադիր հարցնում ենք, թե քանի ժամ է քնում եւ ժամը քանիսին է քնում։ Ինչու, որովհետեւ լսեցի ձեր խոսքը, ձեր խորհուրդը եւ առիթն օգտագործելով ուզում եմ ընդգծել, որ դա իսկապես շատ կարեւոր նշանակություն ունի հատկապես սեռական խանգարումների եւ ոչ միայն սեռական խանգարումների բուժման ժամանակ, քանի որ տեստոստերոնի սինթեզը ունի իր ցիրկադային ռիթմը, ինչպես որ մենք արդեն նշեցինք, եւ եթե մենք ուզում ենք շտկել խնդիրը, բնականաբար պետք է առաջին ուշադրություն դարձնենք, թե ինչպես է քնում, քանի ժամ է քնում, բնականաբար սննդակարգը եւ նյարդային համակարգի վիճակը, 3 սյուները, որոնց վրա բազմած է սեռական ֆունկցիան։ Հիմա մեր երիտասարդների մեծ մասը, չգիտես ինչի եւ չգիտես որտեղից է այդ համոզմունքը, անդադ պնդում են, երբ որ հարցնում եմ, քանի ժամ եք քնում, վստահ եմ դուք եք նկատել, նախ զարմանում են այդ հարցից եւ հետո նշում են, որ ուշ եմ քնում 4-ին, 5-ին եւ այլն, բայց կարեւորը, որ իմ 7 ժամը պահում եմ։ Այսինքն կա այն թյուր պատկերացումը, որ կարեւոր է քնել 7-8 ժամ։ Անտեսելով այն կարեւոր գիտական պնդումը, որ շատ կարևոր թե երբ է դա քնում։ Եվ ես կուզեի, որ անպայման այդ հարցին էլ դուք անդրադառնաք, որ ոչ թե կարևոր է միայն 7-8 ժամը պահել, այլ կարևոր է երբ քնի, որովհետև դրանով պայմանավորված կամ մենք կունենանք տեստոստերոնի նորմալ սինթեզ, կամ չենք ունենա։ Ովին համաձայն եմ, հիմա փորձեմ նախ ասեմ, որ այդ 7 ժամը կա, այսինքն կա ռեկոմենդացիա քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի կողմից, որ չափահաս անձնավորությունը հայերեն չգիտեմ, չափահաս adult բառը ես թարգմանում եմ չափահաս, այսինքն 18 եւ բարձր։ Պետք է քնի առնվազն 7 ժամ, ցանկալի միջակայքն է 7-ից 9 ժամ։ Այդ որ ասում ենք գոնե 7 ժամը պահել ենք, դա այդ մի քիչ պալիատիվ մոտեցում է, եթե կարելի է այդպես արտահայտվել, այսինքն ծայրահեղ դեպքում թեկուզ տարբեր ֆրագմենտներով, բայց գումարային 24 ժամվա մեջ ցանկալի է քնել մինիմում 7 ժամ։ Միանշանակ ավելի ցանկալի է, որ դա լինի 1 բլոկով եւ միանշանակ ցանկալի է այդ անձին բնորոշ ցիրկադային պատկերի շրջանակներում։ Այստեղ ես լրիվ համաձայն եմ, որ շատ կարևոր է թե ցիրկադային այդ ռիթմի մեջ որտեղ են այդ քնի ժամերը։ Եթե անձը, ինչպես շատ լավ օրինակ վերեցինք նախորդող հարցի ժամանակ, հերթափոխով աշխատող է, մենք այստեղ փաստորեն հերթափոխի գնալիս դեմ ենք գնում քնի ֆիզիոլոգիային, այսինքն մենք ունենք երկու
վերահսկիչ կամ կարգավորիչ համակարգ, մեկը ցիրկադայինն է, այդ մոլորակի 24 ժամյա պտույտի հետ համաձայնեցված բազմադարյա այսպես համակարգն է, բայց մյուս կողմից կա հոմեոստատիկ process, այսինքն այն ուրիշ համակարգ, որը որ զուտ ես միշտ դա համեմատում եմ միջղային հաշվապահի հետ, որ տենց դրած հաշվում է ժամերը, թե ինչքան ենք արթուն, ու հենց չափն անցնում ենք, դու պետք է գնաս քնելու։ Սովորաբար դրանք սիներգիկ են աշխատում իր հետ, այսինքն դեպի երեկո մենք արդեն քանի ժամ արթուն ենք մնացել, ջրային հաշվապահը բավարարված է, ցիրկադային ռիթմն էլ ասում է եկավ ժամը, մելատոնինը արտադրեցինք, իրար հետ քնացրեց երկու համակարգ։ Հիմա պատկերացնենք մենք չքնեցինք, դեմ գնացինք մելատոնինին, զոր տվեցինք, դիմացանք մինչև առավոտ, մարդիկ կան, որ գնում են տուն, փորձում են քնել, ու հաճախ իրենք դա էլ հենց ասում են, որ դժվար է, որովհետև երկու համակարգի փոխարեն մեկ համակարգն է արդեն մնում աշխատող եւ միանշանակ նաեւ շատ այլ բաներ բաց թողնված են, շանսեր արտադրելու այս նյութը, այս հորմոնը եւ այլն, հա, այսինքն այդ առումով ես լրիվ համաձայն եմ, որ սեփական ցիրկադային գրաֆիկի մեջ ճիշտ հատվածում քնելը ամենաիդեալական քունն է։ Սեռական առողջության պահպանման հարցում շատ կարևոր է իհարկե քնի հիգիենայի հարցը, ինչպես արդեն հասկանալի դարձավ մեր քննարկումից, շատ կարևոր է պահպանել ճիշտ ժամային գրաֆիկը եւ նաեւ ճիշտ ժամին քնելը։ Քնի հիգիենայի խախտման պարագայում կարող են նկատվել սեռական տարբեր տեսակի գանգատներ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։ Սկսում է նվազել սեռական ցանկությունը, տուժում է պոտենցիան, կարող է տուժել նույնիսկ սեռական ակտի տևողությունը։ Իհարկե խնդիրը լուծելի է, այս դեպքում պետք է համալիր մոտեցում ցուցաբերել, կարգավորել կենսակերպը, քնի ժամերը, սննդակարգը, գտնել մյուս բժշկական գործոնները եւ դրանք վերացնել։ Այս հարցում մեզ օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ եւ Դապոքսեցին դեղամիջոցները։ Տադաֆորտը նախատեսված է պոտենցիայի խանգարման համար, իսկ Դապոքսեցինը նախատեսված է վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար։ Տադաֆորտը ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերության ժամանակ։ Տադաֆորտը ի տարբերություն նախորդ սերնդի սեռախթանիչների ունի մի կարևոր առավելություն՝ արագ է ազդում, ինչը նշում են հենց պացիենտները բուժման սկզբնական ժամանակահատվածում։ Դապոքսեցինը նախատեսված է վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար եւ ունի նույնպես երկու դոզավորում՝ 30 եւ 60, թե որ դոզավորումը կընտրի բժիշկը կախված է խնդրի վաղեմությունից եւ բարդության աստիճանից։ Երկու դեղերի միաժամանակյա օգտագործման դեպքում հնարավոր է շատ արագ վերականգնել տղամարդու սեռական առողջությունը։ Երկու դեղամիջոցներն էլ ունեն կողմնակի ազդեցություններ, որոնց մասին բուժող բժիշկը պետք է տեղեկացնի պացիենտին։ Պարոն Խաչատրյան, շատերի մոտ կա այն մտայնությունը, որ օրինակ, եթե իրենք շաբաթվա ընթացքում քնում են ընդամենը 4-5 ժամ, մտածում են, թե շուտով կգան հանգստյան օրերը եւ ես բոլ-բոլ կքնեմ, ինչպես իրենք են ասում։ Սա արդյոք հարցի լուծում է, թե ինքնախաբեություն է։ Միանշանակ երևի թե ինքնախաբեություն, եթե ընտրենք, ինչու, որովհետեւ գլխավոր կետերից մեկն է նախ քնի հիգիենայի մեջ առաջիններից մեկը, որ ասում ենք պահպանել ռեգուլյար քնելու եւ արթնանալու ժամեր ու չնայել դա շաբաթվա վերջ է, տոնական օր է, թե արձակուրդ է։ Դա իհարկե հեշտ գործ չի, բայց շատերը փորձում են դա անել, պետք է խոստովանել, որ այդ հարցը նաեւ հենց սոմնոլոգիայում շատերին մասնագետներին տանջում էր եւ կան հետազոտություններ, իհարկե շատ չեն, բայց մարդիկ անդրադարձել են նաեւ այդ հատվածում են արել հետազոտություններ եւ պարզվել է, որ ոչ, եթե որոշ այդ վատ քնած մարկերներ ուսումնասիրես, կտեսնես, որ միայն վիկենդին այդ լրացման հաշվին չես կարող հասնել նրան, որ լիովին վերականգնվեն այն կորցրած այդ հնարավորությունները, որոնք տալիս է մեր օրգանիզմը։ Հետևաբար պետք է միանշանակ ձգտել նույնիսկ աշխատանքային ուսումնական օրերին, այնպես դասավորել, դա պլանավորում է պահանջում, այսինքն նախապես արդեն երեկոյից սկսած այդ պլանավորումը պետք է լինի, որպեսզի առավոտյան կարողանանք բան։ Մի գաղտնիք բացեմ։ Պարզվում է, որ մենք սկսած, եթե չեմ սխալվում, 1925 թվականից սխալ ժամային գոտում ենք ապրում։
Իսկապես։ Հա, այսինքն կենսաբանորեն դա կարևոր է, կարծում եմ, որովհետև դա իհարկե տնտեսական հասկացություն է, հա, ժամային գոտիներին դասվելը եւ փոխելը ամառային ձմեռային ժամերի, բայց եթե կենսաբանական տեսանկյունից նայենք, դա ինչ որ որոշում է կայացվել, մեզ դրել են այդ +4 Գրինվիչի համեմատ, հա, գոտին, բայց իրականում մենք համապատասխանում ենք +3-ի։ Եվ բնական է դա դեր խաղում է որոշակիորեն, որովհետև մենք հստակ դա հատուկ ինչ որ հետազոտություն մենք չենք արել կոնկրետ Հայաստանում, բայց թեկուզ պրակտիկայի մեջ մենք տեսնում ենք, որ հայերը կամ հայաստանցիները ավելի ուշ քնող, ուշ արթնացող են։ Հավանաբար հենց դա է պատճառը, որ կենսաբանականը փորձում է իրենը ասել։ Եթե համեմատենք օրինակ շատ այլ երկրների այդ ժամային գրաֆիկներին, շատ տարբեր է մեզ մոտ վարքագիծը, քնի արթունության եւ այլ երկրների։ Դա իհարկե հետաքրքիր այսպեսի նկատառում, որը որ գուցե ինչ որ չափով նաեւ ազդում է այսօրվա թեմայի վրա։ Իհարկե։ Եկեք խոսենք ցերեկային քնի մասին։ Տարբեր տեսություններ կան եւ տարբեր մոտեցումներ կան այդ տեսություններին։ Շատերը պարտադիր օրակարգ են դարձրել ցերեկը քնելը կամ աշխատանքից հետո պարտադիր գոնե 1 ժամ քնելը։ Վերջի վերջո ցերեկվա քունը ինչպես կարևորություն ունի եւ եթե ունի, ինչպես այն պետք է կազմակերպվի։ Չի դատապարտվում ցերեկը քնելը, եթե քնի խնդիր չունի այդ անձը, որովհետև օրինակ անքնության վարման մեջ մենք միշտ դեմ ենք գնում ցերեկային քնելուն, որովհետև ցերեկը երբ մի քիչ դա կոչվում է քուն փախցնել, դա բերում է նրան, որ գիշերային քնի այդպես հենց տերմին կա sleep drive, հա, քնի drive-ը նվազում է, այսինքն ինքը ավելի դժվար կքնի։ Բայց եթե չունի որևէ քնի խնդիր գիշերը այդ անձը եւ դա իր սովորույթային մոտեցումն է, օրինակ ճաշից հետո մի կես ժամ ննջել, դա ընդունելի տարբերակ է ու շատ մշակույթներում դա կա, օրինակ siesta-ի գաղափարը լատինական երկրներում եւ այլն, հա։ Ես նույնիսկ կներեք ընդհատելու համար, ես նույնիսկ վերջերս ինձ համար նոր արտահայտություններ, գուցե դες համար արդեն ծանոթ, ասում էին ցերեկվա ննջիկ, նկատի ունենալով, որ այդ ցերեկվա մի ժամ քնելը, ասում էին այդ ցերեկվա ննջիկը կամ ննջաքունը շատ կարևոր է, պետք է օրգանիզմը, ուղեղը հնարավորություն է ունենում գոնե մի քիչ հանգստանալու։ Արդյոք սա գիտական փաստ է, թե ուղղակի զուտ ենթադրություն է։ Ունի իր հիմքը այդ պնդումը միանշանակ եւ ես հենց ուզում եմ ավելացնել, որ կա սահմանափակում ցերեկային քնի այդ հատվածի տևողության վրա։ Սովորաբար խորհուրդ է տրվում 1 ժամից ավել չքնել ցերեկային հատվածում։ Դա ունի իր իմաստը այն առումով, որ մենք 1 ժամը կամ գուցե մի քիչ ավել դա չափահասի համար այն հատվածն է, երբ ինքը մեկ ամբողջական քնի փուլային ցիկլ է անցնում, այսինքն մեկ վերականգնող գործընթաց կատարվեց, այսինքն եւ վերականգնվեց եւ անցավ համապատասխան փուլերով, մակերեսային, խորը, արագ դուրս եկանք։ Կարճ կարող է լինել, եթե շատ կարճ է, բայց եթե այդտենց մի քիչ միջանկյալ, արդեն շատերը բողոքում են, որ դժվար են արթնանում։ Մի տեսակ հետք է թողնում այդ քնածը, օրվա երկրորդ կեսը վատ է անցնում, մի տեսակ աներգիկ, այո, աշխատնակցություն կա։ Այսինքն այդ ամեն մեկը գուցե կունենա իր մի քիչ վարիացիաներ այդ տևողությամբ, բայց մոտավոր այդ խորհուրդն է տրվում։ Ուրիշ հարց, որ արդյոք ընդհանուր ցերեկային ժամերին կա քնկոտության ֆոն։ Ես կուզեի սա շեշտենք շատ, հատկապես թեկուզ հենց այսօրվա այսպես թեմայի շուրջ, որովհետև եթե կա դա հենց սիմպտոմ է, ինչ որ հիմա կասեմ, արտահայտված ցերեկային քնկոտություն, թեկուզ 3 բառից է բաղկացած, բայց դա սիմպտոմի անուն է։ Մենք չենք ձգտում ենք չասել հիպերսոմնիա, շատ գերքնություն, որովհետև դա ավելի շատ դիագնոզ տալու արդեն տերմին է, կան օրինակ կենտրոնական հիպերսոմնիաներ, նարկոլեպսիա եւ այլն։ Արտահայտված ցերեկային քնկոտություն։ Ամեն ինչ ասում է այս տերմինը, այսինքն մենք չնախատեսված հատվածում ունենում ենք ֆոնային քնկոտության հակում, տենդենս, որը չպետք է լինի, եթե անձը քնել է գիշերը
բավարար ժամեր, ինչի մասին արդեն խոսեցինք։ Պարզ է, եթե քնել է 3 ժամ, 4 ժամ, դա տրամաբանական հետևանքն է դրա։ Բայց եթե այդ անձը ասում է կարծես թե քնում եմ 7-9 ժամ, բայց միևնույն է ցերեկը շատ կարևոր է ցերեկային ժամերը, ոչ թե երեկոն դեպի քունը, հա, օրինակ ժամը 2-ի 3-ի դրությամբ շատ քնկոտ եմ։ Եթե հարմար տեղ լինի, աչքս կկպցնեմ, կքնեմ։ Այդ հարմար տեղն էլ թարսի պես երբեմն ղեկին է լինում։ Ինչը արդեն իր հետ բերում է շատ ավելի լուրջ վտանգներ, որի մասին մենք իհարկե առանձին էլ կարող ենք խոսել։ Ստացվում է, որ մենք պետք է շատ կարևորենք այս սիմպտոմը, ինչու, որովհետև նաև այն մեզ դուրս կբերի, ինքը կարելի ասել այդ այսբերգի գագաթն է, որը մեզ դուրս է բերում դեպի մի շատ տարածված, հատկապես տղամարդկանց շրջանում, միջին տարիքի տղամարդկանց շրջանում շատ տարածված խնդրի, որը կոչվում է քնի ապնոե։ Քնի ապնոեի ամենադասական արտահայտումներից մեկն է ցերեկային ժամերին այդ քնկոտությունը։ Հաճախ հորանջում են, ասում են, որ անընդհատ ուզում են հորանջեն եւ քնի պակաս են զգում։ Ու այստեղ հետաքրքիրն ինչ է, որ ինքը կարող է ֆոնային քնկոտություն լինել, այսինքն ինքը զգում է, որ քնկոտ է, փոքր փորձում է թարմանալ, օրինակ վարում է, կկանգնի, մի քիչ կթարմանա, ջրով կշփվի, կշարունակի։ Բայց այստեղ վտանգն այլ է, որ այն կարող է լինել երբեմն անկանխատեսելի։ Լիովին առույգ արթուն վիճակից կարող է շատ արագ անցում կատարվել դեպի քունը։ Այսա, ինչ որ ես նկարագրեցի, կոչվում է քնի գրոհ։ Եվ քնի գրոհները ամենավտանգավորն են հատկապես պատասխանատու ինչ որ գործում գտնվելու պահին։ Քշելիս, օրինակ, չգիտեմ, ինքնաթիռ վարելիս, Չեռնոբիլի ատոմակայանը գործարկելիս, այդ պատահական չեմ բերում այդ օրինակները, որովհետև շատ մեծ կատաստրոֆաներ կապում են հենց այդ խնդրի հետ, եւ քնի ապնոեն էլ իր հերթին բերում է մի մեծ, այսպես փունջ տարբեր առողջական խնդիրների, սրտանոթային, ուղեղանոթային, նյութափոխանակություն, սեռական առողջություն, հիշողություն, անverջ կարող եմ թվարկել։ Այստեղ մենք գործ ունենք մի խնդրի հետ, որը իրոք այդպես շատ բազմապլանային է, բայց միաժամանակ, եթե մենք վարում իրականացնենք, շտկենք, այդ ամբողջ փունջը մենք կարող ենք վերահսկել, որը շատ մեծ տարբերություն է տալիս այդ անձի գլոբալ առողջության հարցում։ Պարոն Խաչատրյան, անքնությունից տառապում են նաև մեծահասակները։ Հաճախ ենք լսում գանգատներ, երբ ասում են, որ քնում ենք 4-5 ժամ, արթնանում ենք եւ հետո ամբողջ գիշեր չենք կարողանում քնել, ինչքան էլ փորձում են, բայց միևնույն է չի հաջողվում։ Ինչով է սա պայմանավորված, որոնք են հիմնական պատճառները այս դեպքում։ Իրականում հա, շատ մեծ, այսպես հարց է, մեծ խումբ պացիենտներ, կամ մարդկանց եւ իրենցից որոշ պացիենտների, ինչն է խնդիրը, որ միանշանակ ֆիզիոլոգիապես տարիքի հետ քնի համակարգը որոշակի վերակառուցման է ենթարկվում։ Օրինակ հայտնի է, որ ավելի մակերեսային է դառնում քունը, խորը քնի փուլի տոկոսը քչանում է, ընդհանուր կրճատվում է։ Դա համարվում է իրոք տարիքին համապատասխան փոփոխություններ, բայց մյուս կողմից մենք կողմ չենք, որ դրա հետ պետք է համակերպվել։ Շատ հաճախ հենց ինքը այդ անձը ասում է դե տարիքս է տենց պիտի լինի երևի։ Իրականում մենք կարող ենք դա փոխել։ Եվ տարիքի հետ մի ուրիշ խնդիր էլ կա, որ մենք խոսեցինք շատ ցիրկադային ռիթմի մասին, օրինակ երիտասարդներին, դեռահասներին շատ ավելի բնորոշ է քնի ուշացած փուլի համախտանիշը կամ բվի պատկերը քնի։ Երբ ուշ քնում են, ուշ արթնանում են, իսկ ավելի մեծ տարիքի մարդկանց հակառակ պատկերն է բնորոշ։ Դա էլ արդեն արտույտի ռեժիմն է կամ քնի առաջ ընկած ֆազայի համախտանիշ, երբ նրանք կարող են քնել օրինակ շատ շուտ ժամից 8-ից 9-ից քնում են շատ մեծահասակներ, գիտեք, հետո արթնանում են գիշերը 3-ին, կարծես թե այդ 6, գուցե 7 ժամ նույնիսկ քնած են լինում, բայց քանի որ ոչ մեկը արթուն չի, ժամը համապատասխան չի, իրենք համարում են, որ անքնություն ունեն։ 3 ժամ, 4 ժամ, չգիտեն ինչով զբաղվեն, չի ստացվում քնել, հա։ Այսինքն այստեղ մի քիչ այդ նրբությունները պետք է նաև հաշվի առնել, գուցե կարելի է ոչ թե ձգտել իր քունը երկարացնել, այլ հակառակը պարզապես ժամերը շտկել։ Հետո դա կօգնի իրենց ավելի սոցիալիզացվել, ինչ որ երեկույթների գնալ մասնակցել, այլ ոչ թե իդ կասեն քունը ստանում է, ես չեմ գալիս, դուք գնացեք, օրինակի համար եմ ասում, հա։ Դա շատ կարևոր է իրոք։
Պարոն Խաչատրյան, խռմփոցը հաճախ նաև կատակների թեմա է դառնում շատերի համար, բայց հայտնի է, որ դա լուրջ ազդանշան է, հատկապես ապնոյի զարգացման հարցում, եւ գիտեմ, որ հատկապես սոմնոլոգներին շատ է անհանգստացնում դա։ Եկեք խոսենք դրա մասին եւ արդյոք պետք է մտահոգվել եւ երբ մտահոգվել։ Շատ այսպես ակտուալ հարց եք բարձրացնում, իրոք խռմփոցը շատ լավ ինչ որտեղ գործիք է, որով կարելի է հեշտ հայտնաբերել այդ անձանց։ Իհարկե, պարտադիր չէ, որ բոլոր խռմփացնողները պետք է դրատակ ունենան քնի ապնոյ, բայց մեծ մասը ունենում է տարբեր աստիճանների։ Մենք ունենք աստիճաններ, կա թեթև, միջին, ծանր աստիճանի։ Բնական է, միջինն ու ծանրը ենթակա են միանշանակ շտկման, որովհետև ազդեցությունը շատ լուրջ է օրգանիզմի վրա։ Եվ խռմփոցը ոչ միայն տղամարդկանց է բնորոշ։ Ես ունեմ շատ խիզախ կին պացիենտներ, ովքեր գալիս են հենց այդ գանգատով եւ ասում են անկեղծորեն դրա մասին։ Դա շատ հաճախ ազդում է նաեւ իրենց սեռական կյանքի որակի վրա։ Միանշանակ, որովհետեւ քնի ապնոյն ինքնին հայտնի սեռական առողջությանը վնասող հիվանդություն է կամ վիճակ է, երբ առնվազն գոնե լիբիդոյի իջեցում նկատվում է շատ դեպքերում, նաև էրեկտիլ դիսֆունկցիա կարող է լինել շատ հանգիստ, երբեմն նույնիսկ միզային առողջության վրա է ազդում ընդհանուր մինչև եթե շատ ծանր է օրինակ քնի էնուրեզի վիճակով, հա։ Այսինքն սեռական առողջությունը այստեղ տուժած է բավականին, իրենց մոտ քնի որակը շատ տուժած է, տեստոստերոնի սինթեզը շատ վատ վիճակում է, ինչպես խոսեցինք, հետևաբար դրա շտկումը սպասելի է, որ բերում է բարելավման եւ այդպես էլ կա շատ հետազոտություններ կան, նույնիսկ բավականին մեծ խումբ հետազոտողների, որ ցույց է տալիս, որ դե այս դաշտում քնի ապնոյի հիմնական բուժման մեթոդներից է օրինակ CPAP թերապիան, այդ սարքերը, CPAP սարքերը, որոնք դիմակով այդպես կիրառվում են գիշերը, որպեսզի կանխենք քնի ապնոյին։ Ինչ է ստացվում, որ ապնոյը այդ ապնոյն դա շնչադադարն է, երևի թե արժե տերմինը բացենք, որ լավ իմանան, քնի շնչադադարները երբ կանխում ենք, քնի որակը բարձրանում է, ցերեկային քնկոտությունը քչանում է, այդ անձինք կարծես ինչ որ այսպես նորից ծնված լինեն։ Շատ հաճախ այդ սարքը փորձնական տալիս ենք, որ փորձեն զուտ, գալիս են ասում են սա ինձ, ինչ ուզում եք արեք, այս մեկը ինձ։ Այսինքն դրամատիկ նույնիսկ այսպես փոփոխություն կարող լինել, նույն թվում նաև սեռական առողջության առումով, որովհետև փաստորեն առանց որևէ այլ կարելի ասել օրինակ դեորայքային միջամտության եւ այլն, մենք կարողանում ենք փոխել որոշակիորեն այդ մարդու կյանքի որակը։ Եվ այդպես էլ ցույց են տալիս հետազոտությունները, նույնիսկ ամուսնական կյանքում սեռական առողջությունն է բարելավում, ընդհանրապես բարելավում է, այսինքն բավականին կարևոր մի փոփոխություն է տեղի ունենում մարդկանց մոտ։ Իսկ դրա հայտնաբերելը ես չի ասի, որ շատ բարդ է։ Եթե մարդ ունի խռմփոց, ցերեկային քնկոտություն եւ մեկ-մեկ բարձրացող զարկերակային ճնշում, արդեն հավանականությունը շատ բարձր է, որ մենք գործ ունենք քնի ապնոյի հետ։ Հետևաբար անպայման նման գանգատների դեպքում իհարկե պետք չէ ուշացնել եւ անպայման պետք է դիմել մասնագետի օգնությանը։ Իհարկե հնարավոր են դեպքեր, երբ մենք չունենք ամբողջ այդ պատկերը, բոլոր նշանները, բայց խռմփոցի գանգատը արդեն իսկ մեզ պետք է ստիպի զգույշ լինել։ Ընդ որում պետք չէ շեղվել նրա վրա, թե ուժեղ է խռմփոցը, խանգարող է, թե թույլ է։ Եթե կա, ուրեմն կա։ Նույնիսկ եթե մեկ-մեկ է լինում, եւ այս դեպքում նույնպես շատ հետաքրքիր մի իրավիճակ է, ինչ անել այդ խռմփոցի հետ։ Այն կարող է նույնիսկ ազդել ընտանեկան առողջության վրա, հա, արտասահմանում հայտնի են շատ դեպքեր բաժանությունների նույնիսկ։ Մեր մոտ ավելի շատ հանդիպում է տարբեր սենյակներում քնելու փաստը։ Եվ իսկ այդտեղ կարելի է ինչ-որ ձևով օգնել այդ անձանց։ Առաջինը շատ կարևոր է իրոք համոզվել, որ քնի ապնոյ չունի այդ անձը կամ շատ արտահայտիչ չի, եւ եթե հիմնականում խռմփոցն է խնդիրը, պետք է ասել, որ վիրահատական բուժման եղանակներն են, որ համարվում են ամենաէֆեկտիվը։ Եվ դա կրկին, ինչպես նախորդ այսպես ապնոյի դեպքում էի ասում, նույնպես կարող է կյանք փոխող, իրավիճակ փոխող մի մոտեցում լինել, որովհետև մի բան է իրենք առանձին են քնում, որովհետև մեկը մյուսին խանգարում է, ուրիշ հարց, որ
անհետանում է այդ խնդիրը իրենց արանքից եւ իրենք կարողանում են արդեն նույն սենյակում քնել, չխանգարել իրար։ Մեծ տարբերություն է։ Պարոն Խաչատրյան, անչափ շնորհակալ եմ հետաքրքիր եւ կարեւոր քննարկման համար։ Վստահ եմ հաղորդումը դիտելուց հետո շատ շատերը կսկսեն մտածել այդ հարցի շուրջ, որովհետեւ մինչ այսօր եւ ես եւ դուք հաճախ ենք տեսնում զարմացած դեմքեր, երբ որ մենք հորդորում ենք մարդկանց ուշադրություն դարձնել այդ կարևորագույն հարցին, քնի հիգիենային։ Անչափ շնորհակալ եմ։ Ձեզ էլ շատ շնորհակալ եմ։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն ակտիվություն ցուցաբերելու եւ մեզ գրելու համար։ Մեզ համար անչափ կարեւոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ հարցը։ Ես 15 տարեկան եմ։ Վերջերս ունեցել եմ սեռական հարաբերություն, որի մասին ծնողներս չգիտեն։ Դրանից հետո սկսվել են ուժեղ ցավեր, նաեւ արյուն եմ նկատում։ Շատ եմ վախենում, եթե հայրս իմանա, ինձ կսպանի։ Ես չեմ համարձակվում դիմել բժշկի եւ չգիտեմ ինչ անել։ Խնդրում եմ օգնեք։ Ինչ կարող եմ անել արյունը դադարեցնելու ու առողջությունս պաշտպանելու համար, որտեղ կարող եմ ստանալ անվտանգ ու գաղտնի բժշկական օգնություն։ Նկարագրված խնդիրը իհարկե առաջացնում է մտահոգություն այն առումով, որ կա ցավ եւ արյունահոսություն։ Ինչ պետք է անել նման դեպքերում։ Նախ շատ շուտ դադարեցնել արյունահոսությունը եւ դրա համար դիմել բուժօգնության որևէ հիվանդանոց, դիմել բժշկի, բժիշկը պարտավոր է ցուցաբերել առաջին բուժօգնությունը։ Առիթն օգտագործելով ես հայտնում եմ իմ պատրաստակամությունը ձեզ օգնելու, դուք կարող եք շատ հանգիստ դիմել ինձ մեր կլինիկա, որովհետև մեր կլինիկան այդ առումով ցուցաբերում է անանուն բուժօգնություն եւ շատ դեպքերում մինչեւ ծնողին ներգրավելը մենք ցուցաբերում ենք առաջին օգնությունը, որը պետք է դեռահասին ցուցաբերել խնդիրը լուծելու նպատակով։ Ձեր խնդիրը այս դեպքում հրատապներից է, որովհետև արյունահոսությունը չի սիրում ուշացումներ, քանի որ կարող են առաջանալ բարդություններ։ Ցավը հավանաբար պայմանավորված է պատրվածքով կամ բորբոքումով, որը առաջացել է սեռական հարաբերության ժամանակ։ Խնդրին լուծում չտալու դեպքում հետագայում կարող են առաջանալ դաշտանային խանգարումներ, բորբոքումը կարող է ավելի տարածվել, հնարավոր է նաև սառավարակի առկայություն, որը չհայտնաբերելու եւ չբուժվելու դեպքում կարող են առաջանալ զանազան այլ բարդություններ։ Հետևաբար բոլորովին միտք չունենալով վախեցնել ձեզ, պարզապես ուզում եմ տեղեկացնել, որ ցանկալի է նման դեպքում չհապաղել եւ շտապել։ Հետազոտություն անցկացնելուց հետո անհրաժեշտության դեպքում մենք կատարում ենք նաև անհրաժեշտ անալիզներ, ինչու՞ չէ նաև պարտադիր զրուցում ենք ծնողի հետ, որովհետև բժիշկը պարտավոր է նաև ծնողին բացատրել ստեղծված իրավիճակը, նաև բացատրել, որ այդ հարցում երեխան մեղավոր չէ եւ բոլորովին պետք չէ երեխային դատել կամ մեղադրել, այլ պետք է ցուցաբերել առաջին օգնությունը։ Այս հարցը ուղեցույց է նաև բոլոր նրանց համար, ովքեր հայտնվել են նման իրավիճակներում, երբ զուգընկերը գուցե պնդել է կամ պահանջել ունենալ հարաբերություններ։ Վաղաժամ սեռական հարաբերությունները ունեն մի շարք հետևանքներ։ Անցանկալի հղիություն, սեռավարակներ, դաշտանի խանգարում, հոգեբանական ծանր ապրումներ եւ այլն։ Հետևաբար այդ քայլին դիմելուց առաջ երկար մտածեք, մի շտապեք, մի տրվեք գայթակղությանը, որի համար կարող եք հետագայում շատ ու շատ ավելի թանկ վճարել թե ձեր առողջության, թե այն վերականգնելու տեսակետից։ Պարզ է իհարկե, որ այդ տարիքում սեռական հորմոնները անընդհատ ձեզ անհանգստացնում են, մասնավորապես տղաներին, որոնք ուզում են շուտափույթ դիմել սեռական հարաբերությանը։ Բայց ամեն դեպքում պետք է միշտ նկատի ունենալ, որ նման քայլերը անհետևանք չեն եւ պետք է միշտ զգոն լինել։ Իսկ կատարելու դեպքում, ինչը իհարկե ես չեմ ողջունում, պարտադիր գոնե պաշտպանվել օգտագործելով հակաբեղմնավորիչներ, մասնավորապես պահպանակ հետագա խնդիրներից խուսափելու համար։ Թեև ընդգծում եմ, դա մասնավորապես այդ տարիքում ամենևին ողջունելի չէ, նույնիսկ մերժելի։ Եվս մի գիշերային զրույց մոտեցավ ավարտին։ Վստահ եմ այն օգտակար էր։ Դիտեք մեզ ATV եթերում, փնտրեք մեզ համացանցում, տարածեք մեր տեսանյութերը։ Դա անչափ կարևոր է, դուք դրանով ավելի գրագետ եք դարձնում մեր հանրությանը եւ ոգևորում մեզ։ Մի մոռացեք նաև հավանել մեր տեսանյութերը։ Շնորհակալություն մեզ դիտելու եւ վստահելու համար։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք
ուզում եք լսել։ Մինչ հաջորդ գիշեր։